Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մենք բոլորս էկո գիտակցության որոշակի խնդիրներ ունենք, բոլորս։ Առաջին հերթին մեր ներսում այդ գիտակցությունը էկո ֆրենդլիության մեր մակարդակը եւ մեր էկոլոգիական խնդիրներին առերեսվելու եւ դրանք այլևս անհետաձգելի լինելու խնդիրների հետ Սևանը լիճը կանաչում է, ամբողջ Հայաստանը ողբերգության մեջ է։ Ամբողջ ու մարդիկ չեն գիտակցում, որ մեզնից յուրաքանչյուր այդ process-ի մասնակից է։ Այստեղ պետք է մենք անպայման մեր գիտակցության հետ աշխատենք եւ COP17-ը դա մեզ համար հնարավորություն է, որ մենք այդ գիտելիքին հասանելիություն ստանանք եւ հաջող օրինակները կարողանանք վանանք։ Մասնագիտական կարողություններին հասանելիություն ստանանք, որպեսզի գիտակցության հետ աշխատենք, որովհետեւ շատ լուրջ խնդրեմ է դա։ Մենք չենք էլ տեսնում որտեվ դա մեզ համար այնքան սովորական է դառել, մեր կենցաղն է, տենց է, եւ ամենօրյա այդ բանի մեջ մենք չենք նկատում, թե ամեն քայլի ինչքան ենք ամեն ինչ սխալ անում։ Եվ հետեւաբար COP-ը առաջին հերթին շանս է մեզ համար այդ թեմաների հետ առերեսվելու։ Վտանգավոր թափոնների ոչնչացման process-ը ինքը X կետում պետք է սկսի եւ Y կետում արդյունավետ ավարտի process-ի պլան պետք է մենք ունենանք, դա ինչքան կտևի, չգիտեմ, եւ էական էլ չի, բայց մենք պետք է համոզված լինենք, ընդ որում առաջնահերթություններն է պետք գնահատել, որովհետեւ այդ թափոնների ոչնչացման ճանապարհին պետք է գնահատենք առաջինը ըստ առաջնահերթության, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, որ համոզված լինենք, որ այս պահին մեր կողմից ծախսվող միջոցը մաքսիմալ թիրախային է եւ մենք ամենակարևոր եւ ամենավտանգավոր կամ ավելածավալուն տեսակարգշիռները պետք է գնահատենք։ Մենք պետք է արձանագրենք, որ մենք թափոնների կառավարման, վտանգավոր թափոնների կառավարման եւ ջրերի, կեղտաջրերի մաքրման հետ կապված այս առանձնահատուկ ռազմավարական ուղղությունը, որտեղ մենք հետագայում մենք խնդիր պետք է դնենք, որ հետագա տարիների բյուջեներում ըստեղ մենք պետք է տողեր ունենանք։ X պահից որևէ ջուր օգտագործված առանց մաքրման չպետք է վերադառնա բնություն։ Այսինքն պետք է բացառվի ընդհանրապես։ Դա կլինի կոյուղի, դա կլինի արտադրական ջուր, այսինքն չպետք է լինի ջուր, որը բնությունից վերցվել է, օգտագործվել է եւ առանց մաքրման բացաթողնվում բնություն։ Մթնոլորտի արտանետումների կառավարման ոլորտի թվայնացում։ Mēs համակարգով ինչ ենք կառավարում, ինչ ինֆորմացիա ենք հավաքում, ինչ ծառայություն ենք մատուցում։ Պարոն վարչապետ, անշարժ աղբյուրները, որոնք հանքարդյունաբերությունը կամ արդյունաբերությունը, մենք արտանետումները ավելի կառավարելու դարձնելու համար սահմանում ենք թույլատրելի թույլտվությունները, ընդհանուր սահմանները։ Ու այս process-ը էլի գործող process է եղել, ուղղակի մենք կանցում ենք կատարել թվային։ Նկատում եմ մոնիտորինգի համակարգն է, ընդհանրապես որ տեսնենք իսկ ինչ է կատարվում։ Եվ այս համատեքստում որն է մեր պլանը։ Գործողությունների ծրագիր ենք մշակել մեր նախարարության կողմից, բայց գործառույթները բաշխված են բոլոր գերատեսչությունների միջև։ Այսինքն նշված է, որ թե ինչ աշխատանք պետք է անենք։ Երկրորդը կոնկրետ շին հրապարակների կամ հանքարդյունաբերության հետ կապված փոշի նստեցնող սարքերի պարտադիր պահանջը, վարչական պատասխանատվության խստացումը եւ ընդհանուր մոնիտորինգը։ Մենք նաեւ ուզում ենք ստեղծենք մեխանիզմներ, հաշվենք տարբեր բաղադրիչներ, հասկանանք, որը ինչ ծավալի, ինչ տոկոսով է ազդում օդի որակի վրա, որ իմանանք հենց այդ թիրախից սկսենք հարցը։ Ինչ որ հատվածը, որ այդ բային պետք է ազդարենք, որ շինարարությունը պետք է այդ բային դատարեցվի մի շաբաթ, ում պետք է դատի, բայց դրա համար մենք պետք է ունենանք մեխանիզմներ, որ հասկանանք իրենց կշիռը ընդհանուր։ Հիմա այդ մեխանիզմները ստեղծելու ուղղությամբ աշխատում են։ Այո։ Այդ աշխատանքային այո, եւ մեր առաջնահերթությունների մեջ։ Շատ լավ։ Անտառների թեմայով ես ուզում եմ մի օրինակ բերեմ։ 2019 թվականին հիշում եք, երբ որ այդ թվում հաղարծինը, երբ որ փակում ենք, բարձանդեղ բունտ էր առաջացել, եւ երբ որ մարդկանց հետ այն ժամանակ խոսում ենք, ասում ենք դուք առանց անտառ կտրելու կարող եք ավելի այլ միջավայր եւ այլ պայմաններ ունենալ եւ ընդամենը տարիներ առաջ ով անցել է այդտեղով ամառային սեզոնին հիմա այնտեղ էկոտուրիզմի բիզնես համակարգ է ձևավորվել երբ որ տարբեր վիլիսներ, նիվաներ եւ այլն մարդկանց բարձրացնում են սար իջացնում են եւ այլն հիմա նույնը պետք է անել օրինակ այդ տրամաբանություն զարգացնել Սյունիքի մարզում